կատարում ենք գաստրոսկոպիան, EGDS-ը, այսինքն նույն էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան, ստամոքսի հետազոտությունը, հիմա անցնում ենք հետըմպանային օղով, մտնում ենք կերակրափող։ Սկզբում գաստրոսկոպիա, այնուհետև կոլոնոսկոպիա։ Շենգավիթ բժշկական կենտրոնում հետազոտում են երիտասարդ տղամարդու ամբողջ ստամոքսաղիքային տրակտը։ Նպատակը ստամոքսի շրջանի ցավերի, սրտխառնոցի եւ աղիների անկանոն աշխատանքի պատճառը հայտնաբերելն է։ Գաստրոսկոպիայի ընթացքում կատարվում է նաեւ նմուշարում հելիկոբակտեր պիլորի բակտերիայի առկայությունը ստուգելու համար։ Էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Ստեփան Գևորքյանի խոսքով, սա ռուտին ստանդարտ հետազոտություն է, որն իրականացվում է բոլոր այն դեպքերում, երբ չկան հատուկ հակացություններ։ Երկու հետազոտությունների արդյունքներով բժիշկն արձանագրում է ստամոքսում եւ 12 մատնի աղիքում առկա է բորբոքային process։ Պացիենտին անհրաժեշտ է գաստրոենտերոլոգի խորհրդատվություն եւ բուժում։ Ստեփան Գևորքյանը պարզաբանում է, թե որ ախտանիշների դեպքում է ցուցված անցնել գաստրոսկոպիա։ Գաստրոսկոպիան միշտ ասոցացված է բուժառույց գանգատների հետ։ Սրտխառնոց, փսխում, այրոցներ հաճախակի, որովայնի շրջանում ցավեր, վքնածություն, որը որ կարող կապված լինի եւ սննդի հետ եւ առանց սնունդ օգտագործելու հետ միանշանակ ցուցումներ են, երբ որ բուժառում դիտում է արյան հետքեր, ասենք որ հիմա փսխում թարմարյան հետքեր տեսնում կամ սրճանման նստվածքի տեսքով փսխում է տեսնում, դա միանշանակ արդեն գաստրոսկոպիայի ցուցում է, իսկ դա կարող խոսա ստամոքսային տրակտի վերել հատվածի առնվազն մասին կամ հակառակը, եթե աղիները գործում են սև, դա եւս էլի խոսում է ստամոքսային տրակտի առնվազն մասին, որը որ նորից պետք է կատարվի գաստրոսկոպիա։ Ի տարբերություն գաստրոսկոպիայի, որի դեպքում բավական է միայն սնունդ չընդունել հետազոտության նախորդ օրը քնելուց 3 ժամ առաջ, կոլոնոսկոպիային պատրաստվելու գործընթացը սկսվում է 3-ից 5 օր առաջ։ Այն ներառում է հատուկ սննդակարգ, իսկ նախորդ օրը 2 փուլով աղիները մաքրող դեղորայքի ընդունում։ Բժիշկը շեշտում է, նախապատրաստական բոլոր կանոնները պետք է կատարել ամենայն ճշգրտությամբ, քանի որ դրանից է կախված ախտորոշման հավաստիությունը։ Բացի բժշկի որակավորումից, նաև շատ կարևոր է բուժառուն հասկանա, որ եթե ինքը դեղորայքը ճիշտ ընդունի, ճիշտ պատրաստվի, աղիքների պատրաստությունը լինի իդեալական, բժիշկը իդեալական կհետազոտի իր լորձենին եւ կտա համապատասխան ախտորոշումը։ Իսկ եթե դա արվի կիսատ, բժիշկը ուղղակի չի կարող հստակ ախտորոշում տալ, որովհետեւ աղիքի լորձենը լինի կեղտոտ, adekvat վիզուալիզացիան չենք անելու ապահովենք եւ տալու ենք կիսատ պատասխան։ Տենց դեպքում մենք հիմնական առաջարկում ենք պետք է լինի կրկնակի հետազոտություն։ Մասնագետը հիշեցնում է, կոլոնոսկոպիան ոչ միայն ախտորոշիչ, այլև հաստ աղու քաղցկեղը կանխարգելող բացառիկ հետազոտություն է։ Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում անցնել որոշակի տարիքից սկսած, անկախ որևէ գանգատի առկայությունից։ Անկախ նրանից բուժառուն ունի գանգատներ թե չէ, փորկապություն, փոլուցություն, որովայնի շրջանում դիսկոմֆորտի զգացողություններ, աղիների գործելու ցավ կա թե չկա, այդ նույնիսկ այդ նշանների բացակայության դեպքում 45-ից սկսած գոնե այդ մեկ անգամ պետք է բուժառուն կոլոնոսկոպիա անցնի սկրինինգի համար։ Եթե մենք չենք հայտնաբերում ոչ մի պաթոլոգիկ փոփոխություն, այսինքն ոչ մի էպիթելագոյացություն, ադենոմա չենք հայտնաբերում, հաջորդ հետազոտությունը կատարվելու արդեն 3 տարի հետո։ Եվ այդ process-ը պետք է կատարվի մինչև կյանքի վերջ։ Եվ եթե հայտնաբերվում է էպիթելագոյացություն, ասենք ադենոմա, դա կատարվում է նրա հեռացում, պոլիպեկտոմիա, էնդոսկոպիկ պոլիպեկտոմիա։ Բժշկի հաջորդ պացիենտը միջին տարիքի կին է, որին կատարում են հենց պոլիպեկտոմիա, պոլիպի հեռացում։ Կոլոնոսկոպի միջոցով դեպի ադենոման են անցկացնում հատուկ լարժ օղակումային եւ հեռացնում։ Կախված գոյացության չափից միջամտությունն արվում է կամ մեխանիկական եղանակով կամ բարձր հաճախականության հոսանքով։ Ստեփան Գևորքյանը տեղեկացնում է, որ քաղցկեղի կանխարգելմանն ուղղված կոլոնոսկոպիան եւ պոլիպեկտոմիան իրականացվում են պետական ապահովագրությամբ։ Գործընթացը պարզ է, նախ պոլիկլինիկայում կատարվում է կղանքի մեջ թաքնված արյան հետազոտություն եւ դրական պատասխանի դեպքում պացիենտն ուղեգրվում է կոլոնոսկոպիայի։ Բժիշկը հորդորում է չանտեսել այս հնարավորությունը, քանի որ հիվանդության վաղ հայտնաբերումը թե ֆիզիկական, թե ֆինանսական տեսանկյունից անհամեմատ հեշտացնում է բուժումը, ապահովելով կյանքի բարձր որակ ու երկարակեցություն։